Սիրելի ժողովուրդ, հավանաբար վերջին 5 տարիներին ազգային ժողովի նիստերին հետևելիս, եթե իհարկե հետևել եք, հաճախ ձեզ մոտ ցանկություն է առաջացել կամ մտածել եք, ես այնտեղ լինեի մի հատ այդ ընդդիմադիրներին ասեի, որը որից հետո մի հատ շշպռեի։ Ի ուրախություն ձեզ կա այդպիսի մարդ ազգային ժողովում, որ բավականին հաճախ իրականացնում է ձեր այդ ցանկությունը։ Եվ այժմ ելույթ կունենա ձեր արդարացի զայրույթը, ձեր մուրճը եւ ի վերջո իմ հետ մի համատեղ ամբիոն անունով պոդքասթի համահեղինակ ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Սիրելի Եղեգնաձոր, սիրելի Վայոց ձոր, բարև ձեզ։ Ոնց եք։ 2026-ին քվեարկում ենք։ Չէ, ոնց որ այդքան էլ լավ չէ, 2026-ին քվեարկում ենք։ 2026-ին քվեարկում ենք։ Սիրելի Վայոց ձորցիներ, անչափ ուրախ եմ, որ այստեղ եմ ու անչափ ուրախ եմ, որ տեսնում եմ բոլորիդ։ Վայոց ձորը իմ սրտում մի շատ յուրահատուկ տեղ ունի, որտեղ ինձ թվում է շատերդ էլ գիտեք, որ ես իմ կյանքի երկու անմոռանալի ու իմ կյանքի համար շատ կարևոր տարիներ անցկացրել եմ այստեղ Վայքի զորամասում ծառայելով Հայաստանի Հանրապետությանը։ Սիրելի քաղաքացիներ, ինչի մասին են այս ընտրությունները, ինչի մասին են 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունները, այս ընտրությունները խաղաղության ու պատերազմի մասին են, խաղաղության ու պատերազմի, այս ընտրությունները կյանքի ու մահվան մասին են, այս ընտրությունների ժամանակ է, որ մենք հստակ ու աներկբա ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար Ղարաբաղյան շարժման էջը անվերադարձ փակված է։ Ու հենց այստեղ է, որ երբ որ մենք սա ասում ենք, ընդդիմադիր քաղաքական շարքերում մի այսպիսի վայնասուն է բարձրանում։ Ոնց է դա հնարավոր, ոնց է փակ, ոնց է դա փակվել։ Իսկ գիտեք ինչի են դա այդ վայնասունը բարձրացնում, ինչի է հնչում այդ վայնասունը, որովհետև ինչ էր Ղարաբաղյան շարժումը։ Ինչ էր Ղարաբաղյան շարժումը։ Ինչ էր Ղարաբաղյան շարժումը ձեզ համար, մեզ համար որպես Հայաստանի քաղաքացի, ու ինչ էր Ղարաբաղյան շարժումը օլիգարխիկ կլանի համար։ Ղարաբաղյան շարժման ընթացքում էր, որ օլիգարխիկ կլանը թալանում էր ու հարստանում, իսկ ժողովուրդը աղքատանում։ Ղարաբաղյան շարժման ընթացքում էր, որ օլիգարխիկ կլանը ասաբնյակի վրա էր գցում, իսկ ժողովուրդը լքում էր իր վերջի գյուղի տունը ու արտագաղթում լավ կյանքի հետևից։ Ղարաբաղյան շարժման ընթացքում էր, որ ձեր տղերքին, ձեր թոռներին, ձեր եղբայրներին տանում էին սահման ու թողում էին ժեշտի բանկեկի հույսին, իսկ իրանք ամեն տարի ամենավերջին գերմանական ավտոները դնում էին իրաց տղերքի տակը։ Ղարաբաղյան շարժումը դա նրանց հարստանալու ու ձեզ հարստահարելու համար էր։ Ու Ղարաբաղյան շարժումը նրանց համար մի ծորակ էր, որով պիտի ծծեն ձեր արյունը, բայց այդ ծորակը այլևս փակված է, այդ ծորակը այլևս փակված է ու նրանք այլևս երբեք ձեր որդիների կյանքի գնով, ձեր որդիների արյան գնով չեն հարստանալու, դա տեղի չի ունենալու ու դա դուք չեք թույլ տալու։ Ու իրանք էլ գիտեն, որ դա դուք չեք թույլ տալու, գիտեք ինչից եմ սա հասկանում։ Այսօր մի բան եմ նայում, ասում է Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը 3 լեզվով հայրմերը գիտի։ Եվ սա մեր 8 տարվա իշխանության ձեռքբերումներից մեկն է։ Այո, Ռոբերտ Քոչարյանին մենք սովորեցրել ենք հայրմերը։
Ու հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանը, ով նաև իմ ճանաչած ամենահամար մարդն է, այս վերջերս շատ լրջորեն սկսել է զբաղվել Ռոբերտ Քոչարյանի, օլիգարխ Սամվել Կարապետյանի եւ մյուս օլիգարխների գրագիտության բարձրացմամբ, ես ձեզ վստահեցնում եմ, որ 1-2 տարուց այդ մարդկանց այդ սիրուն, սիմպաթիչնի, գրագետ, շատ բանիմաց, կիրթ մարդ սարքած վերցնելու ենք ու բաց ենք թողելու աշխատաշուկա, ասելով գնացեք, աշխատեք եւ ապրեք, որովհետեւ ես ձեզ նորից եմ ասում, եթե Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցրել է այն գործը, որ կրթի է օլիգարխներին, նա նույնիսկ դրանում կհաջողի։ Չնայած պետք է արձանագրենք, որ դա չափազանց դժվար գործ է։ Սիրելի քաղաքացիներ, սիրելի վայոց-ձորցիներ, սիրելի եղեգնաձորցիներ, այս ընտրությունները ձեր որդիների, ձեր դուստրերի, ձեր ծնողների եւ ամենակարևորը ձեր երեխաների խաղաղ ապագայի մասին են։ Խաղաղ ապագայի մասին են, ուրիշ բանի մասին չեն։ Մնացածը երկրորդականը, երրորդականը, չորրորդականը կամ նույնիսկ հինգերորդականը։ Սա ձեր երեխաների խաղաղ ապագայի մասին է։ Դուք պետքա տեր կանգնեք ձեր երեխաների խաղաղ ապագային։ Դուք պետքա տեր կանգնեք ձեր երեխաների խաղաղ երկնքին։ Դուք պետքա տեր կանգնեք ձեր պետությանը, ձեր անկախությանը ու ձեր խաղաղությանը։ Այնպես որ 2026-ին քվեարկում ենք 2026-ին քվեարկում ենք 2026-ին քվեարկում ենք Շնորհակալ եմ։